Գիտով չգիտի, որ միշտ էլ խուժանություն անում, լցոնում ցույցել են տալիս անգամ տեսանքել։ Բայց արդար չէր։ Երբեք արդար չի եղել, չի եղել։ Այս երկիրը պիտի ղեկավարությունը փոխվի։ Տղա ջան, թե չէ սաղ սուտ է։ Անտեղ է լրի մարդկանց խապում, համոզում, թե լավ կեղնի ու ոչ մի բան, խոստումներով կերակրում են։ Ժողովուրդը իր ցայնը տվել է, ուրեմն արտար է։ Եթե ժողովուրդը տվել, ուրեմն արտար այստեղ պետությունը, կառավարությունը կապ չունի։ Արտար, Բաքուր ընդրություններ անձե, ամեն մարդ իր ցայնը տվել են, այստեղ բռնություն չեղե, ես չեմ տեսել, մեր տարածքում բռնություն չեղե։ Ոչ մեջի աշխատող եմ եղել, ոչ էլ տեսել եմ, որ սուտ խոսամ, այն չէ, պետք է հաստատ գիտենաս, իսկ ես այդ ժամանակը չեմ ունեցել, այդ մարդն չեմ որ հետաքրքրվի։ Այդ ինչի որ սաղ ձևակերպում գուզես ոչ սաղ քաղաքը գեղեն է, ոչ գերեն ինքը իրան գործը տեսնի։ Սաղ այդ օնքսդից է։ Շինովի գործեր էդիկ։ Սաղ Հայաստանը գիտե որ կեղծված է դիք, ինձ դով մեզ դով չէ։ Ով չի դեր կեղծված է։ Արդյունքներից բնականաբար, ինչպես ԶԼՄ ներկայացուցիչ, այնպես էլ ՀՀ քաղաքացի շատ դժգոհ են, որովհետև կեղծիքները ահռելի չափսերի էին հասնում եւ կեղծիքները միանշանակ իշխող կուսակցության կողմից էին ներկայացուցիչները կեղծարարության, ինչ վերաբերվում է ինչպիսի ընտրակեղծիքների ականատեսն եմ եղել են քվեաթեժտիկներ, որոնք չկնիկված են, եղել են քվեաթեժտիկներ, ովքեր ելունդները պոկված չէին, չսահմանված նմուշի մի շարք ծրարներ խրձով, որոնք չգիտես ինչ կերպ հայտնվել են քվեատուփում, հանձնաժողովի անդամներից ոմանք մեկնաբանեցին, որ իրենք պատահմամբ ցնդող նմուշի այդ թանակով են կնիկել, հետևաբար այդ քվեաթեժտիկների վրայից կնիկը ցնդել է։ Բնականաբար դա միայն հեքիաթներ էին, ինչ վերաբերվում է իմ ընտրատեղամասին, որտեղ որ ես էի ԶԼՄ ներկայացուցիչ 3429 տեղամասում, Գյումրու առաջին թիվ 1 ավագ դպրոցում, ընտրակեղծիքները ահռելի չափսերի էին հասնում, կուտակումներ, ոստիկանությունը այնտեղ դեկոր էր, որ ոչ մի բան չէր ձեռնարկում, ընդամենը գնացել էին եւ սկսել էին տաքանալ, ինչ որտեղ ուտել, խմել եւ այլն, իրենք բացակայում էին տեղամասից, երբ որ արդեն ԶԼՄ ներկայացուցիչը կամ այլ դիտորդներ էին հայտնվում տեղամասում, միամիտ տեղը նոր ծլում էին, հակառակ պարագայում նրանց գտնելը անհնարին էր։ Թաղային հեղինակությունների կուտակումներ, գնալ գալ, ներս մտնել, ուրիշ կանանց, մահացած կանանց տեղերը տղաների քվեարկություն, որը մի քանի անգամ կանխվել է, բայց դա էլ բնականաբար չկանխվեց մինչև վերջ, որովհետև մեկ հոգով այդ հսկայական թաղային հեղինակությունների դեմն առնելը ահռելի դժվար գործ էր։